Տիգրան, այս շաբաթ տեղի ունեցավ Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումը, որը կազմակերպել էր Հայաստանի արտգործնախարարությունը, տարբեր միջազգային փորձագետներ, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ էին ներգրաված, որքանով որ հասցրել ես հետևել ֆորումին, ինչ տպավորություն ես առհասարակ ստացել, ովքեր էին ներգրաված, ովքեր էին հրավիրված եւ ինչ նպատակ ուներ առհասարակ։ Այո, նախ արձանագրենք, որ ինքնին ֆորումի կազմակերպումը երևի կարևոր միջոցառում է, նախորդ տարի սկսեցին կազմակերպել, երբ բավականին լարված էր նաև իրավիճակը Ադրբեջանի հետ հարաբերություններում, սա կարծում եմ այն ժամանակ դիտարկվում էր նաև որպես ինչ-որ կայունացնող հանգամանք, ընդունված ձևաչափ է, բոլոր երկրներն էլ մեծ հաշվով ունեն այս ձևաչափով ֆորումներ, նույն Ադրբեջանը, հարևան բոլոր երկրները, բայց այս տարի իհարկե բավականին լուրջ հարցեր կային մասնակիցների հետ կապված։ Սկսենք նրանից, որ այդ ֆորումի հիմնական հյուրը, գլխավոր հյուրը, ամենահայտնի հյուրը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էր, ու սա ինչ որ չափով տարօրինակ է, որովհետև Հայաստանը մի կողմից խոսում է եվրոինտեգրման անհրաժեշտության մասին, Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին, եւ միևնույն ժամանակ հրավիրում է մի գործչի, ով Եվրամիության ներսում այդքան էլ պոպուլյար չէ, քննադատում է Բրյուսելի քաղաքականությունը տարբեր հարցերում, ունի բավականին սերտ հարաբերություններ Ռուսաստանի իշխանությունների հետ, հիշեցնեմ, որ նա մասնակցել էր նաեւ Մայիսինյան այդ շքերթին Մոսկվայում, այսինքն շատ հակասական կերպար է, պոպուլիստական առաջնորդ է եւ այդպիսի մարդկանց հրավիրելով իհարկե ողջ մեսեջը կարող է աղավաղվել, որովհետև հիմա Եվրոպայում շատ ոչ միանշանակ վերաբերմունք կա այդ տիպի գործիչների նկատմամբ։ Մյուս բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է ֆորումին եւ որի մասնակցությունը եւս կարելի է այսինքն նպատակահարմարությունը մասնակցության հարցականի տակ դնել, Հունգարիայի արտգործնախարարն էր։ Այստեղ իհարկե կարող է լինել նաև այն տեսակետը, որ պետք է առաջին հերթին աշխատել հենց պրոբլեմատիկ երկրների հետ։ Մենք գիտենք, որ Հունգարիան եւ մի շարք այլ նմանատիպ երկրներ շատ հաճախ հենց խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի համար Եվրամիության հետ հարաբերությունների պարագայում, բայց եթե նպատակը այդ էր, ապա կարելի է արձանագրել, որ կարծես թե իրենց խնդիրը չեն լուծել։ Օրինակ, գիտենք, որ վերջին ամիսների ընթացքում Հունգարիան կրկին արգելափակում էր Հայաստանին եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմանը եւ ֆորումի ընթացքում պանելային քննարկումներից մեկում, որտեղ նաեւ բանախոս էր Հունգարիայի արտգործնախարարը, հենց քննարկումը վարողը այդ հարց տվեց, թե ինչու եք դուք արգելափակում Հայաստանին հատկացվող ոչ մահաբեր օգնություն, որը մեծ հաշվով ուղղվելու է ոչ թե ռազմական ծախսերի վրա ռազմական ինչ որ նպատակների համար, այլ պարզապես օգնելու է Հայաստանին տարբեր ոլորտներում, եթե չեմ սխալվում, նշվեց, որ հոսպիտալների կառուցման համար, օրինակ ռազմական հոսպիտալների, եւ պատասխանը այն էր, որ այս գործընթացում ինչ որ բալանս պետք է պահպանվի, այսինքն եթե Հայաստանին տրամադրում եք այդ աջակցությունը, պետք է Ադրբեջանին էլ տրամադրեք։ Նախորդ տարի հիշեցնեմ, որ կրկին նմանատիպ իրավիճակ կար, կրկին Հունգարիան արգելափակում էր եւ այն ժամանակ Ադրբեջանին ականազերծման համար ինչ որ միջոցներ հատկացրեցին, որից հետո միայն Հունգարիան հանեց այդ արգելափակումը, այսինքն մեծ հաշվով նույնիսկ այդ նպատակին չհասան, եթե դատում ենք Հունգարիայի արտգործնախարարի հրապարակային հայտարարություններից։ Սա պաշտոնական մասը, ոչ պաշտոնական մասում իհարկե եւս խնդրահարույց դեմքեր եւ իրավիճակներ եղել են։ Սկսենք ամենապարադոքսալ իրավիճակից։ Հայաստանի արտգործնախարարությունը ֆորումին հրավիրել է մի մարդու, ով ում մուտքը Հայաստան արգելվել էր 2-3 տարի առաջ։ Ում մասին է խոսքը։ Խոսքը Ջոշուա Կուչերայի մասին էր, ով հայտնի լրագրող է, այժմ աշխատում է միջազգային ճգնաժամային խմբում։ Այն ժամանակ նա իրականացնում էր լրագրողական գործունեություն եւ Հայաստան գալիս նրան պարզապես կանգնեցրել են սահմանի եւ չէին թույլատրել։ Ես ինչքան գիտեմ, հետագայում այդ խնդիրը լուծվել էր, այսինքն ոչ թե այդ պահին, այլ ամիսներ անց, կարող է նույնիսկ մի տարի անց այդ խնդիրը լուծվել է։
Այն ժամանակ որևէ պարզաբանում չկար, թե ինչու այդ որոշումը կայացվեց։ Կուչերան ինքնին հակասական կերպար է, որովհետև շատ հաճախ ես էլ եմ օրինակ քննադատել իր լրագրությունը, նույնիսկ ոչ թե լրագրությունը, այլ Twitter-ում եւ այլ հարթակներում նրա տարբեր գրառումներ, որոնք շատ հաճախ այդ կեղծ բալանսի, կեղծ հավասարության տպավորություններն էին թողնում, բայց Կուչերայի մի կողմ թողնենք, այստեղ խնդիրը Կուչերայի անձը չի, այլ պարզապես մոտեցումը։ Դու արգելում ես լրագրողի մուտքը երկիր ու դրանից մի քանի տարի հետո հրավիրում ես ոչ միայն ֆորումին, այլ դնում ես պանելային քննարկման բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Նա մասնակցում էր պանելային քննարկման Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այստեղ իհարկե կամ պրոֆեսիոնալիզմի հետ խնդիրներ ունենք, կամ այլ ոլորտներին առնչվող խնդիրներ ունենք։ Բայց իրականում Կուչերային հրավիրելը ֆորումի ամենախնդրահարույց բառը չէր։ Ֆորումին հրավիրել էին նաև մարդիկ, ովքեր սերտորեն համագործակցում են Ադրբեջանի իշխանությունների հետ, մասնավորապես մասնակցում են Ադրբեջանի այդ ԱԴԱ համալսարանի կողմից կազմակերպվող համաժողովներին, որոնք շատ հաճախ իրականացվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդպիսի գործիչներից մեկի վերաբերյալ հայտարարություն նույնիսկ տարածվեց, նա արդյունքում չժամանեց Հայաստան, բայց խնդիրը այն չէ, որ արտգործնախարարությունը ինչ որ քայլեր ձեռնարկեց, ես ինչպես հասկանում եմ, թռիչքի հետ կապված խնդիրներ կային։ Փորձագետներից մյուսը, որը կրկին Հունգարիան էր ներկայացնում, ունի նույնիսկ համագործակցության մեմորանդում Ֆարիդ Շաֆիևի կենտրոնի հետ, այն հայտնի Ֆարիդ Շաֆիևը, որին հաճախ քննարկում ենք մեր հաղորդման ընթացքում, այսինքն հստակ բավականին սերտ համագործակցություն կա Ադրբեջանի նախագահականի այդ քարոզչական բաժնի հետ։ Այստեղ եւս կարող է այդ մոտեցումը լինել, որ պետք է բոլորի հետ աշխատել, պետք է փորձել փոփոխել նրանց կարծիքները, բայց որոշ դեպքերում իհարկե կարծիք փոխելը պարզապես անհնար է, այսինքն մի իրավիճակ է, երբ դու գիտես, որ մարդիկ ազնիվ ինչ որ կարծիք ունեն, որը դու ուզում ես փոխել, եւ այլ լրիվ այլ իրավիճակ է, երբ հստակ կարելի է արձանագրել, որ որոշ խմբեր, որոշ փորձագետներ պարզապես աշխատում են Ադրբեջանի իշխանությունների հետ որոշ շահերի համընկման պատճառով։ Այստեղ իհարկե ֆորումին հրավիրելով այդ համագործակցությունը կամ այդ գործունեության չես կարողանալու խոչընդոտել, բայց եւ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ Հայաստանը իհարկե որևէ պրոակտիվ քայլեր չի ձեռնարկում, օրինակ նույն ԱԴԱ համալսարանի այդ համաժողովները հատկապես Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքում դատապարտել կամ չգիտեմ, այսինքն պարադոքսալ իրավիճակ է, չէ, երբ օրինակ Ստեփանակերտը Ադրբեջանը ամենապետական մակարդակով, ամենաբարձր մակարդակով ոչնչացնում է, ամբողջական թաղամասեր ոչնչացվում են նաև այդ տարածքների պատմամշակութային ժառանգությունը եւ մյուս կողմից կան ինչ որ արևմտյան էքսպերտներ, որոնք գալիս են այդ նույն քաղաքում մասնակցում են համաժողովների։ Սա առնվազն պետք է հարցեր առաջացնի Հայաստանի իշխանությունները որևէ դիրքորոշում այդ հարցով բնականաբար հասկանալի պատճառներով չեն հայտնում, որովհետեւ դա հակասության մեջ է իրենց քաղաքականության հետ, բայց առնվազն կարելի է այդ մարդկանց Հայաստան չհրավիրել, առնվազն կարելի է այդ մարդկանց չլեգիտիմացնել, միջազգային հանրության մոտ ցույց չտալ, որ դա այդ մարդիկ մեզ համար ընդունելի զրուցակիցներ են։ Իսկ հետաքրքիր է դու կամ ձեր կազմակերպությունից որևէ մեկը հրավիրված կամ ներգրաված եղել է այդ ֆորումին։ Ոչ, որովհետև մենք երկրորդ տարին է հրավեր չենք ստանում, ոչ միայն այս միջոցառմանը, այլ նաև այլ միջոցառումներին, սա ինչ որ չափով այո պարադոքսալ է, այսինքն ստացվում է, որ իշխանությունների համար ավելի ընդունելի է հրավիրել ադրբեջանական տարբեր լոբբիստների, քան մարդկանց, ովքեր այո, երբեմն քննադատում են իշխանությունների քաղաքականությունը, բայց երբեք այդ կոնստրուկտիվիզմի սահմանները մենք չենք անցնում, այսինքն մենք փորձում ենք այդ փորձագիտական վերլուծության դաշտում մնալ, բայց սա մեծ հաշվով վերջին տարիներին նկատելի միտում է, երբ իշխանությունները մեծ ամասամբ իրենց լոյալ խմբերի հետ են շփվում, իրենց լոյալ փորձագետների, լոյալ գործիչների հետ, եւ ես մի քանի անգամ սա հրապարակայնորեն ասել եմ, եթե անկախության գինը այն է, որ մենք չենք հրավիրվելու ինչ-որ միջոցառումներ, ապա ես ուրախ եմ, որ մենք չենք հրավիրվում ինչ-որ միջոցառումների։ Բարեբախտաբար Հայաստանը դեռևս այնպիսի երկիր չէ, որպեսզի քննադատության համար ավելի կոշտ միջոցների դիմեն։ Ֆորումի մի այլ դրվագի անդրադառնանք, Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է խոսքը, որի ժամանակ նա տեսանյութով հատուկ պրեզենտացիայով ներկայացրել է
հաղորդակցման ուղիների ապաշրջափակման իր տեսլականը, որի մասին մի քանի ամիս է խոսում է, բայց փակ էր այդ տեղեկատվությունը, փաստորեն այդ ֆորումին նա ներկայացրել է։ Ոնց է պատկերացնում այդ ամեն ինչը եւ որքանով է դա ընդունելի լինելու քո կարծիքով։ Այո, ինչպես ճիշտ նշեցիք, Փաշինյանը մեծ հաշվով գաղտնազերծեց ապաշրջափակման թեմայով հայկական առաջարկները, որոնք Բաքվին էին ուղարկվել նախորդ տարվա վերջին Կազանում տեղի ունեցած BRICS-ի գագաթնաժողովից հետո ամիսների ընթացքում շատ էր քննարկում, թե որն է այդ առաջարկությունը, հայտնի էր, որ խոսքը վերաբերում է երկաթգծով բեռնափոխադրումների վերաբերյալ, հայտնի էր, որ ինչ որ խոսքը ավելի պարզեցված ռեժիմի մասին էր գնում, բայց Փաշինյանը ներկայացրեց ֆորումին այդ առաջարկությունը, իմաստը այն է, որ հայկական շոքեքարշերը մտնում են Ադրբեջանի տարածք հայ-ադրբեջանական սահմանին եւ կպնում են բեռնատար գնացքներին, անցնում են սահմանային մաքսային ստուգում Հայաստանի սահմանին եւ հատելով արդեն Հայաստանի հարավային հատվածը, այսինքն Մեղրի տարածքով անցնելով հասնում են Նախճեվանի սահման եւ այնտեղ եւս հայկական այդ լոկոմոտիվները անցնում են արդեն Ադրբեջանի տարածքը եւ այդպես է տեղի իրականացնում բեռնափոխադրումը։ Հայաստանի վարչապետը շտադրեց նաեւ, որ խոսքը գնում է փոխադարձ սկզբունքով այդ ամենը իրականացնելու մասին, այսինքն եթե Ադրբեջանը ստանում է հնարավորություն բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով, Հայաստանը եւս պիտի ստանա նմանատիպ հնարավորություն արդեն Նախճեվանի տարածքով, այսինքն Մեղրի երասխ այդ կապի մասին է, որը պետք է իրականացվի հենց Նախճեվանի տարածքով։ Եվ այդ ամենը ներկայացնելուց հետո մեծ հաշվով պարզ է, որ Ադրբեջանը իհարկե հակված չի լինելու ընդունել այդ առաջարկը։ Իսկ ինչու գաղտնազերծման պատճառով, թե Չէ, խնդիրը առաջարկության մեջ է։ Ես կարծում ոչ թե ես չեմ ասում, որ առաջարկությունը խնդրալուց է, կարծում եմ բավականին կրեատիվ մոտեցում է։ Ես Ադրբեջանի տեսանկյունից եմ փորձում նայել իրավիճակին։ Բանակցությունների ընթացքում, հատկապես 2023 թվականից հետո, երբ մեծ հաշվով այս թեման միակողմանի թեմա դարձավ։ Եթե մինչ այդ կար Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված, Լաչինի Միջանցքը եւ Ադրբեջանը փորձում էր ինչ-որ պարիզետ դնել այդ երկու հարցերի միջև, երբ արդեն Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի Միջանցքը չկա, բայց Ադրբեջանը պնդում է նաեւ այդ կոմունիկացիայի բացման վրա իր պայմանները մի քիչ պարադոքսալ իրավիճակ է իհարկե, բայց Ադրբեջանի հիմնական փաստարկը այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները, ադրբեջանական բեռները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, չպետք է շփվեն հայ սահմանապահների հետ, որովհետև դա հոգեբանական առումով ինչ որ բարդ գործընթաց է լինելով, հաշվի առնելով հակամարտությունը, հաշվի առնելով ինչ որ տրավմաներ եւ այլն, հոգեբանական տրավմաներ, եւ ես կարծում եմ այս առաջարկությունը հենց արձագանք էր այդ այսպես կոչված մտահոգությանը։ Սա իհարկե մտահոգություն չէր, սա ավելի շատ ինչ որ դիվանագիտական հնարք էր, որ իմաստը այդ այսպես կոչված անխափան կապի վրա պնդելն էր, որպեսզի ադրբեջանական գնացքները չկանգնեցվեն Հայաստանի տարածքում եւ Հայաստանը իհարկե առաջարկեց այս տարբերակը, բայց Ադրբեջանը կարծում եմ հետաքրքրված չի լինելու այս ամենի մեջ, առաջինը որովհետեւ նրանք ցանկանում են հենց իրենց նշած տարբերակով անցնել Հայաստանի տարածքով, այսինքն որպեսզի ադրբեջանական գնացքը պարզապես մտնի Հայաստանի տարածք առանց որևէ լուրջ ստուգումների, առանց կանգառների հասնի Նախճեվան, եւ երկրորդը իհարկե այն է, որ Ադրբեջանը նաեւ հետաքրքրված չէ այդ փոխադարձության սկզբունքի մեջ, այսինքն կա հստակ դիրքորոշում, որ Հայաստանը պետք է տրամադրի այդ անցումը հնարավորինս քիչ ներկայությամբ հայկական եւ վերահսկողությամբ եւ նրանք շարունակելու են պնդել դրա վրա եւ այդ առումով զարմանալի չէ իհարկե որ մինչ այսօր որևէ պատասխան չկա եւ այսքանը նշելով պետք է արձանագրել որ միգուցե այս փուլում դիվանագիտական նաեւ սա կարելի է հնարք համարել որ Հայաստանը այո լուծում է առաջարկում եւ միջազգային հանրության համար երևի հասկանալի լուծում է սա ես տեսա որ տարբեր դիվանագետներ եւս արձագանքեցին Twitter-ում եւ այլ հարթակներում որ բավականին լավ լուծում է բայց միևնույն է սա չի բավարարում Ադրբեջանի պահանջները եւ մենք կարող ենք շուտով ունենալ մի իրավիճակ երբ Ադրբեջանը կավարտի երկաթգծի կառուցումը իր տարածքում կհասնի Հայաստանի սահման երբ այս հարցի շուրջ դեռևս չկա լուծում Ադրբեջանը չի ընդունում այս տարբերակը
Հայաստանը, չգիտեմ, կարծեմ հակված չի ընդունել ադրբեջանական պատկերացումը։ Ժամանակին ներես որ ընդհատում խոսում էին նաև այլ միջազգային կազմակերպության արտապատվիրելու այդ գործընթացը։ Այս տարբերակին ինչ ես կարծում, Ադրբեջանը կհամաձայնվի թե ոչ։ Ադրբեջանը մերժել է արդեն դա։ Այդ տարբերակը քննարկվում էր նախորդ տարվա առաջին կեսի ընթացքում ամերիկացիների նաև միջնորդությամբ եւ Հայաստանը եւս կողմ էր այդ տարբերակին, բայց Ադրբեջանը մերժել է այդ տարբերակը։ Չէ, այսինքն այդ տարբերակը արդեն անցյալում է եւ Բաքուն մերժել է այդ տարբերակը։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։